Բարի լույս բոլորին, ժողովուրդ ջան, այսօր էլ գեղեցիկ լուսաբաց, անպամաշ չի, անձրևոտ չի, արևոտ է, բայց շատ սառն է, ալում եք ոնց է սառել այստեղ։ Այսօր կիրակի է, ամեն բան լուռ է այստեղ, թե չէ ժամին արդեն մարդիկ անցել էին իրանց գործերին, թերապիաներին, բոլորը քնած են կիրակի է։ Այդպես սիրելիներս, հիմա պատրաստվեմ, հագնվեմ, լվացվեմ, գնամ նախաճաշի, նախաճաշից հետո պետք է գնամ խանութ մի քանի բան կառնելու, այստեղ մի հատ աղջիկ կա, իր հետ գնանք մի քանի բան առնենք, որովհետև մեր վերջի օրն է, այն որ երեկոյան ներքևը սուրճի սեղան պատրաստենք, սուրճ խմենք, խմորեղեն, քաղցրեղեն, մի խոսքով այդպես նստենք, զրուցենք մեր ընկերներով, իրար հրաժեշտ տանք, քանի որ մեր խմբից երկու հոգի ես ու մի հատ ուրիշ գերմանացի աղջիկ արդեն գնում ենք տուն։ Իրենք մի շաբաթով են երկարացրել, դրա համար իրենք մի շաբաթ ավել կմնան, ինձ էլ ասեցին, որ կարող ես մի շաբաթ էլ երկարացնել մնալ, բայց ես չուզեցի, որտեվ ինձ ավելի լավ է, ես գնամ հասնեմ իմ տուն։ Այդպես սիրելիներս սառեց, հիմա գնամ ներս ու իջնեմ նախաճաշի։ Ժողովուրդ ջան, նախաճաշից հետո էլ սուրճի ժամն է, սուրճս էլ խմեմ եւ պատրաստվեմ, որ Վիկտորիայի հետ պետքա գնանք խան։ Ջան, հենց նոր վերադարձա Էդեկայից, այս կիրակի օրը մենակ Էդեկա խանութն է բաց։ Ես շատ բան չգնեցի, մենակ տորթ եմ վերցրել, այսպես, եւ վերցրել եմ կոլա 0 շաքարով, որովհետև այստեղ խմում են կոլա, ես չեմ հավատում 0 շաքարին եւ ընդհանրապես կոլա չեմ խմում, իսկ այստեղ մարդիկ խմում են, դրա համար վերցրեցի, իսկ Վիկտորիան այնքան շատ բաներ վերցրեց, որ էլ ես իմաստ չգտա վերցնեի, չնայած երեք քուրիկս ինձ քաղցր բերել է, քաղցր տոֆի ունեմ եւ պամելո, եթե զգամ կարիք կա, հետս կիչացնեմ, եթե չէ մենակ քաղցր տորթը եւ կոլան կիչացնեմ, որովհետեւ շատ էր վերցրել Վիկտորիան, դե Զիմոնեն էլ իր հերթին է խմորեղեն բերելու, արդեն շատ ենք լինում, իսկ մենք քիչ ենք մարդիկ։ Այդպես սիրելիներս, լավ, ես հիմա արագ փոխվեմ, նոր եմ եկել, հոգնած եմ ու քրտնած, փոխվեմ, մի հատ սուրճ խմեմ ու ձեր հետ գնամ այդ իմ ասած այդ սիրուն տեղը, գնանք միասին ման գալ։ Ժողովուրդ ջան, ինչպես որ ձեզ խոստացել էի, գնում եմ այս անտառը, բարձրանում եմ այն վերևը։ Այսենց այս կողմից չգիտեմ, արևը թույլ է, տալիս երևա թե չէ, գնում ենք այդտեղ, խոստացել էի, չէ, որ վերջի կիրակին ոնց չլինի կգնանք ու մեր բախտից լավ արևոտ եղանակ է։ Հիմա գնամ հասնեմ այնտեղ մի քիչ դժվար եմ էլի բարձրանալու։ Այսպես բարձրանում եմ, նա մեր առողջարանն է։ Այն սիրուն հատվածն էլ այնտեղ մնաց։ Այդ հատվածի անունը իրականում չգիտեմ, այդպես էլ ասում եմ սիրուն հատված, սիրուն տեղ։ Այսպես էլ կարող են գնալ։ Խոսքով սենց եկա բարձրացա, հիմա էլ հետ իջնում եմ ներքև, որտեվ այդ հատվածը գտնվում է ներքևում։ Հիմա գնանք այդ հատվածն էլ ցույց տամ, որ պետքա զանգեմ մերոնց էլ էլի, կամերան բացեմ, իրանց էլ ցույց տամ։ Այստեղ այսօր կիրակի է, ասել եմ, չէ, շատ հյուրեր կան, մեր առողջարան, թորնիկները, երեխեքը բոլոր եկել են ու իրանք էլ են գալիս այստեղ տենալու։ Այս հատվածը փակել են, մենք նենց էինք իջնում, հիմա ասես դժվարացրած է ճանապարհը, բայց ոչինչ։ Այս հատվածի հետ էի։ Հիմա իջնեմ ներքև այն ջրի մոտ, այնտեղ բադիկներ կան, ուրեմն մեր ամբողջ օրվա այսպես ասած տուրը, այսպես էր լինում ճանապարհը, ամեն առավոտ արթնանում ենք, երկուշաբթի վաղներ ուրեմն գալիս ենք, այսպես բարձրանում ենք, հետո այսպես իջնում ենք, որ ասում եմ սարերով, ձորերով, այդպես էլի անտառը հես, անտառի միջով, այդպես գալիս ենք, իջնում ենք այստեղ, ու այստեղից էլ արդեն նորից պետքա բայց հետ բարձրանանք էլի, որ գնանք արդեն մեր առողջարանը, ինքը ամբողջ պտույտը տևում է 30 րոպե, բայց մենք չենք գնա շուտ առողջարան, կգնանք քաղաք էլ մի փոքր էլ քաղաքում ման կգանք ու վերջ։ Հա, այս հատվածը չեմ տեսել, եկեք գնանք միասին հենց տեսնենք, տեսնեմ ինչ շինություն է։ Նայեք, այնտեղ էլ է սարեր, մարդիկ են իջնում են, բարձրանում են, ճանապարհներ կա էլի տարբեր, տներ են վերևում։
ամեն անգամ մերոնք որ եկել են, ասում էի գանք ստեղ, ու չստացվեց, ոչ մերոնց հետ եկա, ոչ քուրիկյանցս հետ եկա ստեղ, դրա համար ասեցի լավ, ավելի լավ է այս կիրակի օրը մենակ ազատ օրա գամ, տեսնեմ ես եկեղեցի, չէ, հիմա կմոտենանք չինական պավիլոն, այստեղ երևի մարդիկ գալիս են, այսպես նստում են, չգիտեմ, լույսեր կա, լույսեր ավառվում երևի գիշերները, սա չինական պավիլոնը, ահա, այստեղից դուրս եկանք, հիմա գնանք էդ իմ ասած ջրային հատվածներ, ու հետո գնանք քաղաք, չնայած քաղաքում այսօր բան չունեմ անելու, ուղղակի գնամ մի քիչ զբոսնեմ, երևի եկեղեցի կգնամ ու հետ կգամ առողջարան։ Հելնեք իշքան սիրունա, բադիկներն էլ էտեղ են։ Հելնեք իշ լավնա տնակը։ Այս կողմից արևը խանգարում։ Ես էլ այսպես կանեմ։ Մեկ ու հետո այն կողմով գնում են, արդեն բարձրանում են այն մյուս հատվածը։ Նորից հետ իջա այս հատվածը, ոյ աստված ջան, այսօր էս ինչքան մարդ կա ստեղ։ Եղանակը լավ է, եղանակային պայմանները լավ է, հյուրերը ներսը չեն մնում, դուրս են եկել։ Հիմա գնամ քաղաք, մի հատ էլ եկեղեցի գնամ ու հետ վերադառնամ, արդեն շատ հոգնեցի, այդ վերևը բարձրանալ իջնելուց հոգնել եմ։ Էլ այսօր որ լավ արևա, քոքուսները ոնց են բացվել։ Իրուն։ Այս մյուս հատված ավելի շատ է։ Ինչքան լավն են։ Այստեղ մի քիչ դեղին է, ոնց որ ավելի դեղին ավելի շատ է։ Մեր մոտ կապույտն է շատ քոքուսների։ Այդպես լավ, հիմա իջնեմ քաղաք ու այնտեղից է գնանք եկեղեցի։ Եղանակային պայմանները որ լավ է, պաղպաղակի տեղը, տեղ չկա։ Ես էլ ուզեցի կամ այստեղ սուրճ խմեմ, բայց տեղ չկա։ Հերթ է նույնիսկ դրսում մարդիկ սպասում են, որտեղ ազատվի ու նստեն։ Դրա համար մենք կշրջանցենք, այստեղ չենք գա։ Ժողովուրդ, ես ոչ մի կիրակի այսպիսի բան չէի տեսել, այսքան մարդաշատություն, երեխեք են, խաղում են, ամբողջ սրճարանները լիքն են ու կիրակի օրով այսքան շատ մարդ, ես ոչ մի քաղաքում չէի տեսել, այստեղ շատ են։ Նախորդ կիրակիները, որ եղել եմ այստեղ, օ ինչ լավ է, եկեղեցին ստեղ բաց է։ Տեսնես պես կոտնստին ստա, այս պահին։ Որտև ես եկեղեցին շատ է ուզում գայ, այստեղ վերքում են Սուրբ Նիկոլայի եկեղեցինը, Էվանգելիշ քիրխե։ Չէ, պատարակ չկա։ Ինչքան լավ եկեղեցի է։ Շատ ուրախ եմ, որ բաց է։ Երեք եղել ենք այս հատվածում, եկա այս քանդված շենքի մոտ, այստեղ հին քաղաքն է, ամեն բան հին է, իրանց կոլորիտը պահում են, էլի։ Նայեք, սա հյուրանոցն է, կարծում եմ սա էլ է հյուրանոց, ես չգիտեմ սա ինչ է, վրան ոչինչ չկա գրած, սա էլ բեքեղայն է, որտեղ կարող են սուրճ խմել, բացաբուլկեղեն գնել, մի խոսքով գեղեցիկ կոլորիտային քաղաք է սա։
Սա էլ է շատ սիրուն, հլնայք իշ գեղեցիկ նկարել են կողքերը։ Այստեղ ժամեր են վերանորոգում, իսկ այստեղ էլ Volksbank-ն է։ Նայեք ինչքան գեղեցիկ է։ Ժողովուրդ, ի զարմանս ինձ այստեղ բոլոր խանութները բաց է կիրակի օրով։ Առհասարակ փակվում է խանութները, բայց բոլորը բաց է։ Հետաքրքիր է, կամ այսօր այստեղ տոն է ինչ-որ, որտեղ շատ է եռուզեռը կիրակի օրվա համար։ Ինձ զարմանալի է իմ համար։ Կես ժամը պաղպաղակի տեղը հերթ էի կանգնել, որպեսզի մի հատ պաղպաղակ վերցնեմ ինձ, բացարձակ տեղ չկա, ներսով դրսով անտանելի հերթ է ստեղ։ Այսօր մի քիչ տաք է եղանակը, բոլորը դուրս են եկել են սրճարանելու մեջ տեղ չկա, որ գոնե նստեի, մի հատ սուրճ խմեի, բայց որոշեցի պաղպաղակ վերցնել, գնալ այստեղ մի տեղ նստել։ Այստեղ մի տեղ հարմար տեղ կա, կարելի է անցնել նստել այդտեղ, պաղպաղակը սուտեմ ու հետո կբարձրանամ, որտեղ ահագին շատ կա բարձրանալու համար էլի վերև։ Այստեղ լավ հարմար տեղ է։ Ջան, սա էլ այստեղի մայրամուտն է, էլի գեղեցիկ երանգներ ունի, մոտեցնեմ, մի հատ տեսեք։ Եկել եմ էլի երեկոյան այստեղ մի քիչ մանգամ, որովհետև սա վերջին օրը, սա վաղը չեմ հասցնի, էլի էլ գամ ստեղ, դրա համար որոշեցի կամ մի հատ էլ այստեղ սպոսնեմ, շատ հանգստացնող տեղ է ստեղ։ Այսօր այնքան շատ մարդ կար ստեղ, որ ես թողել եմ ու փախել եմ ցերեկը, դու մի ասա, ինչի համար էր այսօր այդպես շատ մարդիկ, պարզել եմ։ Ստեղ կառնավալն է ու ամբողջ քաղաքը տոնում էին այդ կառնավալը, մարդիկ հավաքվել էին։ Այդպես վերջը պարզեցինք, թե ինչի համար էին կիրակի օրով այդքան շատ մարդիկ, որտեղ ես զարմացել էի, անընդհատ ասում էի, ոչ մի անգամ կիրակի օրը այսպես չի եղել, խանութները բաց չեն եղել։ Այս անգամ մի քիչ շատ էին մարդիկ, դրա համար զարմացել էի, հետո պարզեցի, որ կառնավալի օրն է, դրա համար այդպես վաղն էլ, մյուս օրն էլ նույնի, չէ, վաղը մեկ էլ, մյուս օրը չէ, մեկ էլ վաղը։ Ու այստեղ փակ է դպրոցները, ամեն բան փակ է։ Մեր տարածքում չեն նշում այդպես, բաց է խանութներն էլ, դպրոցներն էլ, իսկ այստեղ փակ է լինելու, աշխատանքային օր չի համարվում երկուշաբթին։ Այդպես սիրելիներս, եկեք ես իմ առողջարանային վլոգները համարեմ ավարտված, այսքանով ավարտեմ այստեղին վլոգները, որտեղ վաղը էլ կարծում եմ ոչինչ չեմ նկարի, վաղը կանցկացնեմ իմ վերջին օրը եւ երեքշաբթի արդեն կշարժվեմ դեպի տուն։ Արդեն իմ նոր վլոգները կլինեն մեր տանից, մեր քաղաքից։ Դե ինչ սիրելիներս, ես ձեզ մաղթում եմ խաղաղ եւ անփորձանք օրեր, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։